Բարև ձեզ հարգելի հետևորդներ, այսօր մենք մեր տաղավարում հյուրընկալել ենք Ars Podcast հաղորդաշարի շրջանակներում Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուկյանին։ Բարի գալուստ մեր տաղավար։ Ոտքես խերով։ Շնորհակալություն։ Եվ պարոն Մարուկյան, ուզում եմ այնքան շատ հարցերը, որ չեմ ուզում դաժե մի վարքյան կորցնեմ։ Ուզում եմ հենց լակոնիկ պատասխանել։ Հենց սկզբից ուզում եմ այդ հարցերի շարունակ տամ, քանի որ դուք բավականին կարելի ասել կլասիկ քաղաքական գործիչ եք ու կլասիկ ձևով է պատասխանելու եք։ Այսինքն այսօր քաղաքական դաշտում շատ մարդիկ են հայտնվում, որոնք ընդհանրապես քաղաքականության հետ չես հասկանում ինչ կապ ունեն։ Լավ, գնանք առաջ։ Տեսեք, դուք այսօր առավոտ ճիշտ ասած նայեցի ձեր այդ լայվից մի հատված, երբ որ դուք ասում եք, որ Եվրոպայում ում հետ եք հանդիպել, կապված այն զեկույցին, որ եղավ ես կասեմ ընդդեմ Հայաստանի Հանրապետության ոնց որ թե որ իբր թե ինչ որ եպիսկոպոսներ կամ հոգևորական դասի մարդիկ ուզեցել են հեղաշրջում անեն։ Դենց է գալիս խոսքը։ Դուք հանդիպել եք այդ հեղինակների հետ, ովքեր որ զեկույցը ինչ էին ասում ընդհանրապես, ինչ էին իրանք այդ ուղղակի ասել է Նիկոլա սենցա իրանք ընդունել են։ Ես կարծում եմ, որ այդ մարդկանց հետ պետք է աշխատել շատ սերտ եւ թույլ չտալ, որ նրանք միակողմանի կարծիք կամ միակողմանի փաստեր սպառեն, փաստերը շակերտների մեջ եմ ասում, եւ փորձել բալանսավորել այդ մոտեցումները։ Օրինակ, եթե կա մի հատ քրեական գործ, որը վերաբերում է, չգիտեմ, ինչ որ ահաբեկչությանը, չգիտեմ, ինչ որ փլվում է ձայնագրությունները, որը մեզ հրամցվել է գլխավոր դատախազության եւ այլ իրավապահ մարմինների կողմից, բարձվել է կեղծված են, այս մարդիկ դրա մասին տեղեկացված չէին։ Բայց անգամ եթե այդ գործը կա, ցանկացած մեկը, որ գործով անցնում է նույն եվրոպական ստանդարտներով, անմեղ է, քանի դեռ նրա նկատմամբ չկա օրինական ուժի մեջ մտած դատավաճ։ Հետեւաբար հողում անել նման գործի վրա խայտարակություն է։ Բայց քանի որ չի եղել երկրորդ կարծիք, մեր ընդդիմադիրները լավ չեն աշխատել, թե չեն աշխատել, չգիտեմ ոնց են աշխատել, բայց պետք է այն ընդդիմադիրները, ովքեր պատվիրակ են Եվրոպայի խորհրդի խորհրդանական վեաժողովում, աշխատանք տանեին, որ նման զեկույց չլիներ։ Բացի այն, որ այդ գործը կա, կոնկրետ Բագրատ Սրբազանի գործի մասին է։ Անուններով խոսենք, բայց կա այնտեղ Միքայել Սրբազանը, Մկրտիչ Սրբազանը, այնտեղ Արշակ Սրբազանը, այլ հոգեորականներ են, եւ հիմա արդեն ամբողջ հոգեվոր Գերագույն հոգեվոր խորհուրդն է քրեական հետապնդման դեսպանատունը Եվրոմիության ինքը չի տվել, ինչ որ տեղեկատվություն։ Ես չեմ կարող ասել։ Տեսա միտումնավոր ինչ որ կային։ Իմ ասածն այն է, որ ինչքան էլ որ փորձեն իշխանություններին պաշտպանել իշխանության շահը պահել, որևէ մեկը որ լինի պրոիշխանական, համազեկուցող Եվրոպայի խորհրդում, այդ մարդու հետ պետք է աշխատանք տանել։ Ես հանդիպել եմ, մանրամասն բոլոր փաստերը ներկայացել եմ, բոլոր քաղաքաբանտարկյալների վերաբերյալ, կապ չունի ում հետ ունեմ լավ հարաբերություններ, ում հետ ունեմ լավ հարաբերություններ։ Այստեղ մի քիչ հետաքրքիր էր էլի, բլոգերների պահով։ Այո, օրինակ այդ բլոգերները շատ վատ հարաբերություններ ունեն։ Մենք շատ վատ հարաբերություններ ունենք, բայց ինձ համար մարդկային հարաբերությունները մի բան է, մենք կարանք ելի շարունակենք ունենալ վատ հարաբերություններ, այդտեղ խնդիր չունեմ։ Մյուս բանը այն է, որ կան չափանիշներ, որոնք որ պետությանն են վերաբերվում, իրավունքի գերակայությանն են վերաբերվում, ես այդտեղ չեմ նայում, ես մարդու։ Ամեն դեպքում դուք որպես հայ ձեր որպես մարդ, որը մարդու իրավունքների պաշտպանությունով զբաղվել է եւ իսկական քաղաքական գործիչ է, պետական քաղաքական գործիչ, ես այդ հարցերը բարձրացնում եմ, չեմ նայում, ես մեկի հետ լավ եմ, սրանը չասեմ, այն մեկի հետ ասեմ, այն մեկի հետ վատ եմ, այն մեկինը չասեմ, այսինքն դες բան չկա։ Լավ, ձեր մոտ ինչ տպավորություն եղավ, պարոն Մարուկյան։ Որ Եվրոպայում եղավ, որ այդ մարդկանց հետ չեն աշխատել։ Չեն աշխատել մի կողմ, բայց դուք մտածում եք մենք ասենք պիտի անպայման աշխատենք, որ իրանք ստեղից ինֆորմացիա ունենան, թե իրականում ինչ է կատարվում։ Գիտեք, հույս դնել, որ բոլորը բոլորի մասին կիմանան եւ այն հետեւությունները կանեն, որոնք պետքա, դա սխալ։ Բայց զեկույցի կշերկը, զեկույցի կշերկը արդեն ինչ է դառնում, եթե ինքը ասենք ուղղակի ստեղից տեղեկատվություն իշխանությունից է ստանում ու զեկույց է կառուցում, գրում դրա վերաբերյալ։ Իրենք չեն պնդում, որ միայն իշխանությունից են ստանում։ Դուք մոռանում եք, որ Հայաստանում կան ՀԿ-ներ, ՀԿ սեկտոր, որից նույնպես ինֆորմացիա իրենք ստանում են։ Բայց ՀԿ սեկտորը, թե վերցնենք ամբողջ ՀԿ սեկտորը, գոնե 80%-ով պահում է իշխանությանը։ Իշխանությանը լոյալ է կամ իշխանության շահերը պահում է։ Հիմա պատկերացրեք դուք իտալացի համազեկուցողն եք։ Իշխանությունն էլ է տվել նույն ինֆորմացիան, ՀԿ սեկտորն էլ է տվել նույն ինֆորմացիան։ Օպոզիցիան էլ տենց ոնց որ թե լավ չի տվել ինչ որ ինֆորմացիա։ Ու յետատեքստը իրանք կապում էին այդ ռուսական փափուկ ուժի հետ, թե ոչ։
Գիտեք, այնտեղ ընդհանուր կա այդ սոուսը, որ Հայաստանը պայքարում է հիբրիդային պատերազմի դեմ, հիբրիդային պատերազմը մղում է Ռուսաստանը, եւ դրա համար հայկական իշխանությունները պետք է ստանան աներկբա աջակցություն։ Սակայն այդ աներկբա աջակցությունը չի կարող աչք փակել, շարունակում են պնդել, չի կարող աչք փակել մարդու իրավունքների ոտնահարումների, որովհետև մարդու իրավունքները առանց նախապայմանների պետք է պաշտպանվեն։ Կապ չունի դու ռուսամետ ես, մեկը ամերիկա մետ այն, մեկը ուզում է հայ-թուրքական հարաբերությունները լավանան։ Էական չի բացարձակապես։ Մարդու իրավունքները պետք է պաշտպանված լինեն։ Պայմանավորված չեն ինչ-որ հանգամանքներ։ Բացարձակապես։ Տեսեք, պարոն Մարուկյան, քանի որ մենք մտանք այդ եկեղեցական թեմայի մեջ մի քիչ, 6 եպիսկոպոսների հանդեպ քրեական գործ է հարուցվել, որոնց արգելվել է Հայաստանից դուրս գալը։ Արգելանք է դրվել։ Դուք կապում եք դա այդ ժողովի հետ, որ պետք է տեղի ունենար։ Եվ ինչպիսին ձեր գնահատականն եմ ուզում, որպես կուսակցության ղեկավար, ձեր կուսակցության դիրքորոշումը ինչ է։ Հայաստանում այսպես փոքր քայլերով ուր են գնում մենք։ Ինչ ենք։ Եկեղեցու վերաբերյալ բազմաթիվ առիթներով խոսել ենք, եւ մեր գնահատականն այն է, որ այն ունի թե ներքին սպասարկում, թե արտաքին։ Արտաքին սպասարկման իմաստով քանդվում, թուլացվում, վարկաբեկվում է հայ ժողովրդի ամենամեծ ցանցային ինստիտուտը, որը հայ առաքելական Սուրբ եկեղեցին է։ Ինչ է նշանակում ցանցային ինստիտուտ, որ աշխարհի գրեթե բոլոր երկրներում այդ ցանցային ինստիտուտը ներկայացված է եւ կարող է որոշակի փափուկ ուժի կիրառում իրականացնել ի պաշտպանություն Հայաստանի Հանրապետության նարատիվների։ Եվ երբ որ այդ ինստիտուտը անհամաձայնություն ունի գործող իշխանության հետ, գործող իշխանությունը գնում է դրան քանդելու ճանապարհով։ Սա մեկ, մյուսը, նաեւ այդ ինստիտուտը, քանի որ համաձայնություն ունի գործող իշխանության հետ, նաեւ խանգարում է թուրք-ադրբեջանական պլաններին արտերկրում, արտերկրի լոբիզմի համատեքստում։ Հետեւաբար այն գտնվում է մշտական հարվածի տակ արդեն 7 ամսից ավել 8 ամիս երևի, եւ այդ բոլոր հարվածներն ուղղված են քանդելուն, պառակտելուն եւ ամենակարևորը վարկաբեկելու նրա հնարավորությունները եւ որպես ինստիտուտ միջազգային բոլոր դերակատարների աչքի առաջ։ Եվ դա տեղի է ունենում։ Իսկ ինչ վերաբերում է քրեական գործին արդեն գերագույն հոգեվոր խորհրդի անդամների դեմ, բնականաբար այնտեղ նաեւ վեհապարն անդամ եւ նաեւ նրա նկատմամբ քրեական գործ են հարուցելու կամ process-ա, այդ process-ի մեջ կա, մարդկանց հետապնդում են կոլեգիալ ժողով անելու, ժողովում հարց քննարկելու եւ որոշումներ ընդունելու մեջ։ Սա աշխարհում չլսված չտեսնված բան է։ Բայց դա անում են մի բանի համար, որ այդ մարդկանց ելքը փակեն, որպեսզի արտերկրում կազմակերպվող այդ ժողովը տեղի չունենա։ Ձեզ ինչ է իրանց ուզածի հասկացա, որ այդ ցանցային հասկացա էս ավելին ասեմ, բայց իրանք ուզում են կապեն այդ ցանցայինը նորից Ռուսաստանի Դաշնության KGB-ի ագենտ լինելու հետ։ Դա սոուսի մասնակապ չէ։ Չէ, եթե կան Աֆղանստան եթե։ Չէ, տեսեք, եթե ես սենց եմ գնահատում, դուք ասեք, դες մտածել հնարավոր է թե չէ։ Տեղին է թե չէ։ Մտածում եմ հետեւյալ կերպ, որ իրանք մտածում են իշխանությունները եւ իր հովանավորները, որ եթե այսօր Հայաստանը ունենա ներքին Հայաստանյան խնդիր եկեղեցու հետ կապված, Եվրոպայում միգուցե այդքան շատ սենց չնայեն այդ հարցին։ Ասեն դե ներքին է, իրանք իրար մեջ կլուծեն այդ հարցը, կետա կատողիկոս կդրեն կամ, բայց երբ որ երանգներ է տալիս Ռուսաստանի KGB-ի գործակալներ մեր քահանաներին եւ կատողիկոսին եւ իր եղբորը Ռուսաստանում գտնվող Եվրոպան սկսվում է մի քիչ ուրիշ ձև կարպլանժներով, ասես բոնուսներով աշխատել։ Այդտեղ միայն եկեղեցին չի հարցը, հարցը հետեւյալն է։ Ցանկացած օպոնենտի իշխանությունը հրճակում է պետության ճշնամի իր ընդդիմադիր օպոնենտին։ Եվ պետության ամբողջ գործիքակազմը ուղղում է այդ մարդու կամ այդ խմբի, մարդկանց խմբի դեմ։ Հիմա բոլոր ընդդիմադիրներին, որ ուզում են թիրախավորեն, ասում են օտարերկրյա գործակալ են, օտարերկրյա շահեր են, բանանում 5-րդ շարասյուն են, մարիոնետային են եւ այլն եւ այլն եւ այդ միջոցներով այդ մարդու իրավունքները ոտնահարում են, որպեսզի իրավապաշտպան եվրոպական ինստիտուտները դրա նկատմամբ աչք փակեն, իրենք ասում են, որ այստեղ մղվում է հիբրիդային պատերազմ եւ դա անում է Ռուսաստանի Դաշնությունը եւ դրա համար դուք պետք է մի քիչ ձեր հայտարարություններում եւ զեկույցներում հաշվի առնեք այս հանգամանքը եւ մեզ խիստ չքննադատեք։ Ինչն էլ տեղի է ունենում, այսինքն իրենք ստանում են կանաչ լույս պայքարելու իբր Ռուսաստանի դեմ, ինչը կեղծիք է,
բայց պայքարում են իրենց հետ անհամաձայնների հետ։ Հասկանում եք, ասել ընդդիմադիր, մի քիչ շատ բան է։ Անհամաձայնների հետ կապ չունի, այդ անհամաձայն է arczepiskopos-ա, եպիսկոպոս-ա, քահանա-ա, ընդդիմադիր գործիչ է, համալսարանում դասախոս է, որևէ ընկերությունում ինչ որ ավագ մասնագետ է, այլախոհ է, այլ կերպ է կարծում եւ ոչ միայն կարծում է, բարձրաձայնում է, խանգարում է իշխանությանը, իշխանությունը այդ մարդու դեմ պայքար է մղում։ Մեկին աշխատանքից է անում, մեկին կալանավորում է, մեկին ճնշում է, ում նկատմամբ ինչ ճշմարտ մեթոդ կարողանում են կիրառում են։ Այդքան բան։ Շատ լավ։ Մի հատ եթե թույլ կտաք փոքր էքսկուրս անեմ 2018 թվականը, քանի որ դուք ողջունեցիք այն ամենը ինչ տեղի ունեցավ, ուզում եմ հասկանամ, դուք մինչև հիմա էլ ողջունում եք այդ process-ը, որ տեղ ունեցավ, ինչը մերժվեց։ Մերժվեց 20 տարվա ռեժիմը, որը որ ժողովրդի այն որ այստեղն էր հասցրել։ Այստեղ նիստի։ Եվ դա ոնց կարելի է չողջունել։ Այ հենց դրա համար եմ հարցը տալիս, ասենք ողջունեցին, այո, մեծամասնություն ազգի, բնակչության ողջունեցին։ Համակարգը իրոք վադներ, վադներ։ Պետք է բան, ես ուղղակի փողոցում կանգնած մարդ չեմ եղել, որ ուղղակի ողջունում։ Դե հենց այդ եմ ասում։ Ես այդ ռեժիմի դեմ պայքարել եմ 2003 թվականից, սկիզբ ՀԿ սեկտորում որպես իրավապաշտպան։ Հետո բանտային համակարգի որպես մոնիտորինգ իրականացնող մարդ, որ մարդիկ բանտեր էին գծված հազարավոր ռեժիմի համար, պարոն Մարուկյան։ Այդ ռեժիմի ղեկավարները։ 2000-ականներին Ռոբերտ Քոչարյանը, հետո Սերժ Հիմա հարցը առաջ գալիս։ Իմ ընկերներն են այդ հարցը տալիս, թե անպայման պարոն Մարուկյանն այդ հարցը մի հատ կդասի։ Այո։ Տեսեք, հիմա դուք համախմբման կոչ եք անում, ընդդիմադիր դաշտի, ելի նույն են Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Սամվել Կարապետյանին կարանք մի կողմը դնենք, այդ մարդը հələ չի եղել իշխանություն, ընդդիմություն եւ նոր մարդ է։ Բայց այդ երկու մարդը եղել են այդ ռեժիմի մեջ, թե չեն եղել։ Ոնց եք բա հիմա դուք իրար հետ միավորվում։ Իրանք չեն լինելու այդ միավորման մեջ։ Ռոբերտ Քոչարյանը ելնելու է։ Չի լինելու, դե որ լինես կլիներ էլի։ Ինքը առաջադրվել է որպես վարչապետի տեխնազի։ Դե դրա համար ուրեմն չի լինում համախմբումը, էլի։ Արդեն այդտեղից համախմբումը չի լինում։ Ռոբերտ Քոչարյանը գիտի, որ այդ համախմբման process-ի մեջ ինքը չի կարող դուք առաջարկում եք, որ իրենք դուրս գան, մնացածը ես նոր չեմ դա առաջարկում, ես 21 թվականին եմ դա առաջարկել։ Իրանք դա անգիր գիտեն։ Իրանք անգիր գիտեն ինչի մասին է խոսքը գնում։ Բայց գիտեք ինչի՞ չէ այդ միավորումը ստացվում։ Երբ որ իրենք ասում են, չէ, ես գտնում եմ, որ միայն ես կարող եմ այս խնդիրները լուծել, եւ ես պետքա առաջնորդեմ, այդտեղ խոշորացումը տեղի չի ունենում։ Հետեւաբար այն մարդիկ, ովքեր մտածում են, որ Էդմոն Մարուկյանն առաջարկում է բանը Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը լինեն նախընտրական մեկ ցուցակում, այդ մարդիկ միամիտ են։ Խոսքը գնում է այն մարդկանց մասին, նայ, Ռոբերտ Քոչարյանը ունի որոշակի էլեկտորալ արժեք։ Ունի, ընտրողներ ունի ինքը։ Ինքը կարող է դուրս գալ, ասել ես 21 թվականին պարտվել եմ ընտրությունները։ Ես այլևս իմ շանսը կորցրել եմ, սակայն մենք ունենք ինստիտուցիոնալ ինչ-որ կարողություններ, պարլամենտական ֆրակցիա ունեն, ճիշտ է։ Եվ պատրաստ ենք այդ կարողությունները ներդնել ընդհանուր բանի խոշորացված օպոզիցիայի համար։ Այսինքն դուք կապում եք Ռոբերտ Քոչարյանի անձը այդ համակարգի հետ, այսինքն եթե Ռոբերտ Քոչարյանը դուրս է գալիս, ինչ թիմը մնում է, համակարգը չի գալիս է։ Թիմի մեջ որովհետև մարդիկ կան, որոնք որ ոչ բայց համակարգից իրանք հրաժարվել են, պարոն Մարուկյան։ Ինչ համակարգ։ Այն, որը մերժել եք 18 թվականին։ Եղբայր իրանք չեն քննարկում այդ համակարգից, իրանք մերժել են։ Իրանք այդ համակարգից ուզում արժանացնել։ Բայց մերժվածների չի որ հետ ենք բերում։ Չես բերում, հետ ոնց ես հետ բերում։ Բայց դուք ասում եք համախմբենք խմբի հետ, մերժվել է այդ համակարգի ղեկավարությունը։ Ոչ մենակ։ Այդ համակարգի մեջ բազմաթիվ պրոֆեսիոնալներ, նորմալ մարդիկ։ Այսօր էլ կան, այսօր էլ տաբերում, համիներում աշխատում են։ Դուք այսինքն ուզում եք հայ ժողովրդի վերջի 20 տարվա ուշադիր լսեք, վերջին 20 տարվա ինչքան բանակում ավագ լեյտենանտ եք ունեցել, գնդապետ եք ունեցել, փոխգնդապետ եք ունեցել, ինչքան տարբեր մինիստրություններում ավագ մասնագետ, վարչության պետի տեղակալ եք ունեցել, ուզում եք բոլորին մերժեք։ Ոչ, բայց մարդկանց, որոնք մինչև հիմա չեն ընդունում, որ այդ ժամանակ իրանք սխալ են։ Բա դրա համար ասում եմ, այդ մարդիկ չպետք է լինեն։ Ռոբերտ Քոչարյանը ձեզ հագադարձում է, հետևել կերպ, իր բառերն եմ ասում։ Իրանք մարդիկ, ովքեր ինձ էլ են նկատի ունեն, ձեզ էլ մնացածին էլ, ովքեր ասում են, որ մեր անձերի հետ է կապված չհամախմբումը, ուրեմն այդ մարդկանց ասեմ, որ ինչ տարբերություն, եթե իմ թիմն է, դա նույն ես եմ։ Սխալվում են, որովհետև այստեղ թիմի ու եսը չի, նայեք։ Իշխանությունը փոխել մի գործողություն է,
Իշխանությունը փոխել Ռոբերտ Քոչանին բերել է ուրիշ գործողություն է։ Ժողովուրդը ուզում է իշխանությունը փոխել։ Ժողովուրդը չի ուզում Ռոբերտ Քոչանին բերել։ Այ եթե այդ պրիմիտիվ բանը, ես վստահ եմ իրանք դա հասկանում են։ Այդ պրիմիտիվ բանը ուզում են հերքեն, անգլերեն deny բարկան, ասենք բան անել։ Դա ուրիշ պատմություն է։ Նայեք, բոլորն ասում են պետք է իշխանությունը փոխվի։ Հենց պարագայից ասում են ումով փոխվի, այդ փոխվելու հետ կապված ասում են ես ուզում եմ ես լինեմ։ Նա ասում է ես ուզում եմ ես լինեմ, ասում է ես ուզում եմ ես լինեմ, ուտեղ իշխանությունը մնում է։ Պրոբլեմը բա դրա մեջ է։ Այսինքն իրենք չեն կարողանում համակերպվել, որը ժողովուրդը որևէ կոնֆիգուրացիայով իրենց հետ չի կարող բերել։ Վերջ փագա այդ դուրը։ Այդ համար պետք է դրա հետ համակերպվել, եւ եթե իրենք անկեղծ են, ցավ են ապրում Արցախի համար, ցավ են ապրում Հայաստանի համար, վախեր ունեն, որ Սյունիքը կորցնենք, բան, պետք է անձնական ամբիցիան դնել մի կողմ, ասել չէ, եղբայրներս չի որ մենակ ես կարամ այս խնդիրները լուծեմ, նոր սերնդից դիքը մարդիկ կան, որոնք որևէ բանի մեջ թաթախված չեն, ինձ սխալներ եղել են, ես ընդունում եմ, չեմ ընդունում եւ այլ, այդ մի կողմ, թող կամ ընդունի, լավ կանեն որ ընդունեն բնականաբար, չեն ընդունում, եւ քաշվեին մի կողմ։ Պարոն Մարուկյան, դուք ձեզ համարում եք հներից թե բանը ապագայից թե ներկայից։ Տեսեք ասում են հները ու նորերը։ Չէ, շատ պարզ է, ես չեմ կարող ինձ համարել հներից, որովհետև նախկին 20 տարվա ռեժիմի մեջ որևէ ձևով ներգրաված չենք եղել, ընդհակառակը պայքարել ենք։ Ընդդիմությունը ներգրավվածություն չի։ Ոչ։ Այսինքն դու դրա դեմ պայքարում ես։ Չէ, բայց ընդդիմությունը ինքը չի կերում պատասխանատվություն երկրի այսօրվա դրության համար։ Եթե իրանից բանա կախված կրում է։ Հիմա պատկերացնենք Էդմոն Մարուկյանը Վանաձորի թիվ 30 տատածքից ընտրվել է падգամավոր 131-ի մեջ մեկն է եղել ու այդ լինելով այդ մեկը ամենաակտիվ падգամավորն է եղել իր օրենսդրական նախաձեռնություններով իր բաներով այսինքն մեկը կարա գա երեսից նայի որևէ բան ասի չկա տեղ բան քաղաքական դաշտը նույնը ելքի ժամանակ նույնը հետո քաղաքական դաշտը այսօր շատ པարզ է ու դուք տեսնում եք նոր ուժերից շատ քիչերն են որ հայտնվել են Արդյոք եթե Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը մնում են, хотя այս համաձայնի որ Սերժ Սարգսյանը все-таки չի մտնելու ցուցակի մեջ։ Բայց Սերժ Սարգսյանը, մեծ բեր առանձնացնենք, դերս մեն Էդմոն Մարուկյանն առաջարկումը։ Սերժ Սարգսյանը չի ասում, չէ, մենակ ես կարամ լուծեմ ու ես պետք է լինեմ։ Այդ մարդը չի ասել տեն։ Դե մարդուն եք քննարկում, ինչ եք ուզում եք։ Չէ, հենց դե մերժել են Սերժ Սարգսյանը նույնպես։ Հասկացանք, մերժել ենք, բայց ինքը մերժելուց հետո չի եկել ասեմ, ես պետք է լինեմ ձեր վարչապետը։ Հասկանում ես, դրա համար պետք է մի քիչ դասավորենք, որը ինչքան է պատասխանատու այս process-ի մեջ։ Հիմա Սերժ Սարգսյանը կանգնի ասի, որ մենակ ես կարամ այս խնդիրները։ Բայց մի անգամ էլ էր ասել, չէ՞ Սերժ Սարգսյանը, թե չէր ասել։ Առաջնորդեմ, ես իրան հավասար կդնեմ Քոչարյանին։ Ասել էր մի անգամ Սերժ Սարգսյանը, որ ես չեմ հավակնում լինել, որովհետեւ ասել էր։ Ու ինչ։ Ու դրա համար չեն վստահում այդ։ Հիմա ինչքանով կարանք վստահենք։ Հիմա բայց ոչ այն ասե, ոչ այն։ Ամեն դեպքում մենք չունենք հայտարարություն, չէ՞ որ ինքը գտնում է, որ պետք է ժողովուրդը անձամբ իրան միայն ընտրի ու ինքը կլուծի բոլորի խնդիրները։ Ոնց որ Քոչարյանը։ Հետաբար մեր ձևով Քոչարյանի հայտարարությունն ու Սերժ Սարգսյանը տարբեր են։ Մեր ձևով Գագիկ Ծառուկյանի կողմից նույնպես թիմը հիմա ձևավորվում, որպեսզի մասնակցեն նույնպես ընտրություններին։ Կան նաև մի քանի այլ կուսակցություններ, այսինքն օրինակ Թատոյանի ստեղծած կուսակցությունն է, թե Դաշինքն է։ Դուք ինչ որ իրանց հետ երկխոսության մեջ կաք թե չկաք, խոսում եք բոլորի հետ թե չեք խոսում։ Գրեթե 2 ամիս ոչ մեկի հետ ոչ մի բան չեմ խոսել։ Նայեք, երկխոսել բանման, ես հրապարակային քաղաքական գործիչ եմ։ Ես ինչ խոսում եմ հրապարակային։ Մենք հրապարակային բան ենք առաջարկել։ Այդ ուժերը հրապարակային անգամ չեն արձագանքել այդ առաջարկին եւ տարբեր հարցազրույցներով բաներով պնդել են, որ չէ, ճիշտ է տարբեր բևեռներով գնալը ընտրություններին։ Եվ իրենք փորձելու են տարբեր բևեռներով գնալ։ Այսինքն իրենք համարում են, որ դա ավելի գործուն տարբերակ է։ Օրինակ Գյումրի օրինակն է դա։ Երբ որ մի 5 հոգի անցնում են, հետո առաջի տեղ ընկած մեկին ընտրում են, այդ առաջի տեղ ընկած մեկը դառնում է ղեկավար։ Գյումրի օրինակն է դա։ Ես գտնում եմ, որ այդ Գյումրի օրինակը չի աշխատելու։ Իրենք գտնում են, որ աշխատելու է։ Հիմա իմն էլա կարծիք, իրենց էլա կարծիք։ Դա մենակ խնդիրը, պարոն Մարուկյան։ Այդտենց են մտածում։ Թե ինչ որ ես այսօր մեր զրույցը այնքան sense པարզ ալնելու, թե ձեզ կապում են, թե ձեզ կապ, հա,
թե ձեզ կապում են Նիկոլ Փաշինյանի հետ все-таки։ Ես կարամ իրանց բոլորին կապեմ Նիկոլ Փաշինյանի հետ, ինձ ոնց կարամ կապեն Նիկոլ Փաշինյանի։ Օրինակ Սամվել Կարապետյանին ոնց կարա կապեք։ Ես հիմա չեմ ուզում առանձին բոլորին քննարկել։ Ես ասում եմ, եթե մեկը մտածում է, որ ինձ կարա հիմա կապի Նիկոլ Փաշինյանի հետ, ես իրան 5 անգամ ավել կկապեմ։ Շատ լավ, ուրիշ Սամվել Կարապետյանը ինձ չի կապում Նիկոլ Փաշինյանի հետ, որ ես այդ մարդուն բան։ Բայց չեն միանում, չէ՞ ձեր ասած գաղափարը։ Իրենք ունեն իրանց տեսլականը, իրանք մտածում են, որ ավելի լավ է բաժին, լավ ոնց ասեմ, էշելոնավորված։ Այսինքն իրանք ասում են ես ավելի շատ ձեն եմ հավաքելու, ինքը ասում է ես եմ ավել։ Իմ տեխնազում։ Դե հիմա սոցիոլոգիա կա, օրինակ, մեր ձևովը բարձա, որ առաջին տեղում է անդիմադիր դաշտում։ Բայց ես մի հատ օրինակ ասեմ, չէ, ինձ թվում է դեռ առաջին տեղում է։ Եվ կլինի առաջին տեղում։ Ես մի հատ ուրիշ բան ասեմ։ Օրինակ, չեք մտածել, որ անդիմադիր ուժերը քննարկում են, որ օրինակ մեր ձևովը սկիզբ Նիկոլ Փաշինյանի ուժն է, չէ՞։ ԿՊՆ-ը սկզբից բոլոր սոցիոլոգիաներում ընդունում են իրանք ընդունում են, ասում են Քոչարյանն էլ ասել իր ասուլիսում, ասում է հետո ես եմ, հետո մեր ձևովն է, կամ հետո մեր ձևովն է, հետո ես, այսինքն բոլորն ընդունում են, որ իրանք կրված են Նիկոլ Փաշինյանը, որտեղ ինքը առաջի տեղում է։ Իսկ իմ առաջարկած բանաձևով, եթե ընդդիմադիր դաշտը մի բևերով է հանդես գալու։ Նիկոլն է կրվում։ Ոչ մի կոնֆիգուրացիա, ԿՊՆ-ն նման երկրորդ տեղը։ Դուք առաջարկ արեցիք անգամ չմտնել որևիցե մի ցուցակ։ Այո, դրա համար ինձ կապել ինչ որ մեկի հետ, ես ասեմ Ժորժ ջան, համախմբումը որ տեղի ունենա, եթե մեկը իմ հետ խնդիր ունի տեղ, մտածում որ ես ինչ որ բան եմ մտածել, ինքը չի ջոգը մետ ինչ եմ մտածել։ Ես պատրաստ եմ չլինեմ։ Պարոն Մարուկյան, քաղաքական դաշտում հորը Սարև գոյություն ունի, թե չէ։ Նայեք, քաղաքական դաշտում հարցը հորը Սարևը չի։ Հիմա եթե ես ասում եմ, եթե ձևավորվի այդ բանը, մարմինը, ես պատրաստ եմ մտել չլինեմ, դա հորը Սարև է։ Հիմա բարձա չէ, իրանք անկիր գիտեն, որ ասել եմ խոսքից տերն եմ։ Բայց մեկը իրանք շարունակում են պնդել, որ մենք գտնում ենք, որ ճիշտը տենց գնալն է, ու հիմա ես կարող եմ արձանագրել ձեր եթերում, որ այդ համախմբումը մեկ բևեռում այլևս կարող ենք հայտարարել, որ չի ստացվել։ Չի ստացվել։ Դե հիմա ինձ թվում է Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը դրա մասին էր, որ չի ստացվել։ Շատ լավ։ Տեսեք, դուք ասում եք ձեր կարծիքով ըստ հարցումների առաջ տեղում մեր ձևովն է։ Ես իմ ուսումնասիրություններն էլ ունեմ։ 3 օր առաջ ես չեմ կարող չանդրադառնամ, քանի որ համացանց ամբողջությամբ ժողովուրդը գտել են, որ դա համար 1 խնդիրն է այսօր մեր պետության առաջ, ասենց ասած ծանրաբեռնած, ուրիշ խնդրեմ մենք չունենք, որ խոսենք։ Խոսում են մի ոդկասթի ժամանակ, ես էլ եմ դատապարտել այդ խոսքը, այն ինչ որ այնտեղ հնչեցվել է, դա անհարիր ընդհանրապես խոսք էր, որ հղվեց։ Մի փոքր ասենք մի փոքր տարերու բարերը այս կոմենտում մի փորձեմ բացատրեմ ինչ տեղի ունեցավ ոդկասթի ժամանակ փորձեցին 3 մասնակիցներից մեկը փորձեց ապացուցել որ ասենք մեր կանայք Հայաստանում ապրող կանայից 40 եւ ավել պլյուսները ովքեր այսօր չունեն ամուսիններ կամ բան անբավարարված վիճակում են եւ դրա համար իրանք հայոյանքներ են տալիս դրա համար դոգ են պաշտպանում դրա համար այս իրավիճակն է ինչ որ կա դե արդեն Սարգիս Ղարաբեդյանը մի հատ աբսուրդային ժանրից միգուցե ինքնուզից անհաջող կադակ արեց։ Մի հատ էս հարց տամ էլի։ Սարգիս Ղարաբեդյանն ով է որ հիմա քննարկում եք։ Ինքը ես հիմա ասեմ ինչ եմ ես իրան քննարկում։ Ինքը այսօր ամբողջական մասնակցություն ունի ոնց որ ինքը ռուսերենով ասած պրեդվիբերնի կամպանիայի եւ ինքն է կարգավորումներ տալիս շատ դեպքերում մեր ձևով անդամ է։ Ճիշտ ասած բարձրագույն անդամներից է։ Ինքը Սամվել Կարապետյանի տղան է, նրա ընտանիքի անդամ է։ Ունի էմոցիաներ երևի նաև իր հոր կալանավորման։ Սեքսի Չէ, հոր կալանավորման բան եմ ասում, եւ ինքը քաղաքական գործիչ չի։ Հիմա մենք լուրջ մարդիկ ենք, պետք է դնենք հայտարարություն անում, պարոն Մարուկյան։ Դա քաղաքական հայտարարություն չի։ Դրանից առաջ արել է ինքը քաղաքական հայտարարություն, հենց այդ ոդկասթի ժամանակ։ Սարգիս Կարապետյանը երբեք քաղաքական հայտարարություն չի արել ու չի կարող անել։ Ես ոչ թե Սարգիս Կարապետյանն եմ պաշտպանում։ Ես ուզում եմ ձեզ ցույց տալ, որ մեր քաղաքական մտածողությունը այնքան է պրիմիտիվացված։ Օրինակ տեսեք, նույն վարչապետի ընտանիքի անդամներին անդադար թիրախավորել են ընդդիմադիր դաշտից։ Եվ ես միշտ դրան դեմ եմ եղել։ Ես եմ դեմ։ Հիմա նույն բանը օպոզիցիայի հետ է կապված։ Եղբայր իմ ընկալմամբ ես ամբողջ եթերը չեմ նայ, այդ կտրոնեմ նայ, հետո Ազաբաբայանը գրել էր, որ կոնտեքստից կտրված է, բան իմ կարծիքով դա շատ անհաջող խոսքը, շատ անհաջող։ Եվ ես կարծում եմ, որ երբ որ մարդիկ ուզում են լուրջ գործով զբաղվեն, պետք է հետևեն իրանց խոսքին եւ նաեւ ունենան որոշակի
բաներ, ֆիլտրներ էլի, եթերը ինչ որ որևէ բան եթեր տալուց առաջ։ Բայց միևնույն ժամանակ դա ասել որ քաղաքական հայտարարություն է։ Չէ, դա քաղաքական հայտարարությունը, տեսեք ինչ Կարող եք իմ տեղն եմ այդտեղ։ Պարոն Մարուկյան, ինքը արեց հետեւյալ հայտարարությունը, ասեց խելոք մնացեք, զգուշ եղեք մեր մասին խոսալուց։ Ու ինքը վերջում ասենց մի քիչ ջղաձգված, ջղայնացած ասեց հետեւյալ բառերը։ Ես չեմ նայ, սա ես կտորն եմ տեսել։ Իմ մոտ կա կնայեք իմ խոսքերից ես կարամ հաստատ ասեմ, որ դենց ա եղել։ Ինքը ասեց մենք, այսինքն հետո պատասխանեք տալու։ Տեսեք, պարոն Մարուկյան, մենք ում ենք ուզում բերենք։ Նիկոլին Նիշբը անելու համար ենք մենք այս ամեն ինչը։ Նայ։ Հիմա ձեր հաստատ սկսես նրանով, որ քանի որ իրանք տենց կիքս են արել օրինակ, չէ։ Դա ազդելու է իրանց ձայների։ Ազդել է արդեն։ Կամ ազդել է, հա, լավ։ Ես կարծում եմ իրենց ձևավորած շարժումը այնքան խոշոր է, որ նմանատիպ կիքսեր դեռևս կլինեն, մինչև ընտրությունները նկատի ունեմ էլի, սակայն այն ընդհանուր առմամբ չի ազդի էլեկտորալ արդյունքի վրա, եթե իրենք մնացած ռազմավարական հարցերում ճիշտ աշխատեն։ Այսինքն ընտանիքի որևէ անդամի որևէ բաց թողումը չի կարող ազդել ընդհանուր լիդերի ռեյտինգի վրա։ Եթե տես լիներ, հիմա մենք ունեցել ենք էլի տես փորձեր, հիմա մեր տարբեր լիդերներ ունենալու են 0% ձայն, բայց չեն ունեցել։ Որտեղ մարդիկ նաև ընկալումներ ունեն, հասկանում են, քննարկում են, բան են անում։ Հիմա որ Տիգրան Ավինյանի հայրը ասեց, բաները համբալ են, ում էր ասում, հա։ Ինչ եղավ, ժողովուրդը գնաց քաղաքապետարանից վզից բռնեց շպրտեց։ Չէ, բայց ինչ ասեց, ինչ որ ասեց, դրեցին մինչև այսօր դնում են։ Շատ լավ դնում են, ազդել է իրաց ձայների վրա։ Դա չի ազդի այս Ուրա, չտեսան։ քվեարկության ժամանակ։ Երբ որ Ավինյանը կմտնի այդ ցուցակի մեջ, ինքը կազդի։ Ավինյանը ԿՊ-ի կարևոր մարդ է, պետք է ԿՊ-ի ձայների, պետք է ԿՊ-ի ձայների վրա ազդի։ Ու այդ ադելության մտնոլորտը կազդի ԿՊ-ի ձայների վրա։ Պարոն Մարուկյան, հուսանք որ կազդի։ Տեսեք, օքեյ, լավ։ Ուզում ասեմ նման բաները մարդիկ այնքան ժողովուրդ այնքան իմաստնացած է։ Այնքան բանա որ ասենք ինքը հասկանում է առաջնային ու երկրորդականը տարբերակել։ Հասկանում ես մարդուն ուզում ես բարձա մեդիա դաշտում դա մանիպուլացվելու է, դա տարածվելու է, մեկը հաղորդում է տվել արդեն քրեական գործկառավարության Սարգիս Կարապետյանի նկատմամբ։ Այդ պատմությունը իշխանությունը բաց պահելու է, որպես բաց վերք, անդադար ազդի։ Իշխանության մաս չեմ, իմ համար շատ տհաճ է եղել։ Իմ համար էլ է տհաճ, եղբայր չեմ ասում տհաճ ես։ Եթե ես արձագանք չտամ իրան ինքը կարող է մի օր ավելի վատ բան ասել։ Մի բան պետք է մենք սովորենք, որ անպայման չի բոլորս ինչ որ մեկին արձագանք տանք։ Այդ որ մարդը պետության մասին է խոսքը, ցավը տանը։ Այդ պետության հետ կապ չունի։ Նախ ասում եմ մենք գալով, եթե գանք իշխանության, ուժեղ Հայաստանի ժամանակ ստեղծվելու է սեքսի կառավարություն, նախարարություն ու բոլորը բավարարված են։ Ուրեմն երբ որ որևէ քաղաքական ուժ իր նախընտրական ծրագրում կունենա տենց կետ, նոր ես ու դու որպես լուրջ մարդիկ խոսանք։ Ես ու դու հիմա անդուրջ բաներ ենք։ Մենք ունենք այսինքն նախընտրական ծրագրում իրանք գրել են դման բան, ես ու դու քննարկում։ Լուրջ բանից խոսենք։ Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի հետ ունի չլուծված ու կնճռոտ խնդիրներ, թե ոչ։ Այո։ Մենք իրավունք ունենք այդ ամեն ինչը կողքի դնենք ու անցնենք կոմերցիոն ինչ որ գործարքների չերես Վրաստան ինչ որ բան բերեն ու դա ուռճեցված, ասենք վсё, բրձավ, խաղաղություն է։ Ես կարծում եմ, որ Ադրբեջանը որոշակի քայլեր է անում մեր ժողովրդին թմբիրի մեջ պահելու, մոլորեսնելու համար, ի պաշտպանություն գործող իշխանության, որովհետև ցավալի է արձանագրել, բայց իրենց շահերից է բխում, որ այս իշխանությունը վերընտրվի։ Հետևաբար մենք կստանանք էժան դիզվառելիք, թե բենզին, թե ցորեն, թե անասնա կեր, թե չգիտեմ, հիմա ինչ են, բիտում, հա ինչ որ շաքարավազ է արդեն գալիս։ Դա շաքարավազ, չգիտեմ ինչ, այս ամեն ինչը արվում է, որ հունիսի 7-ին սպասվող կամ հունիսի 12-ին սպասվող ընտրությունները անցնեն իրենց շահերի շրջանակներում։ Հետևաբար այդտեղ պետք է ուղղակի դա գիտակցել, արձանագրել, որ դա ինչի համար արվում, օրինակ եթե բենզինը կարող է նման էժանանալ, նման ձևով, չէ, պետք է գնանք Թիֆլիս, ու նայենք Սոկարի բենզինի գինը, որը այդ իրանց ասած Հայաստանի գինից տարբերվում է։ Ուրեմն մարդ ենք, չէ, տրամաբանություն ունենք։ Հայ մոտ մենք ասում ենք, այստեղ մի բան կա եղբայր։ Սա զրի պանիր է, միայն իր մա ականատի։ Այսինքն դու քննադատում եք այս ամեն ինչը որ ես քննադատել եմ, ոչ թե քննադատում եմ։ Չէ, ես կոչ եմ արել բոյկոտել, առաջի տղամարդ, առաջի տղեն, որ բոյկոտը կոչ արել բենզինի Ադրբեջանական, ես եմ եղել։ Էլովա բոյկոտում։ Վարդան Ղուկասյանն է հետո ինձանից հետո այդ տարի։ Իրանից հետո էլովա բոյկոտում։
Չեմ տա։ Մեր ձևով բոյկոտում է։ Տեղակ չեմ։ Չգիտեմ։ Ինքը իրանք հանրային ասել է Նարեկ Կարապետյանը Պետրոսին տված հարցազրույցի ժամանակ բրեմայ ասեց ոչ թե մենակ պետք է անենք այդ ամեն ինչ, այլ նաև պետք է մտածենք թե վերցնենք ոնց վերավաճառենք մեջը աշխատենք։ Մենք էլ ապրանք տանք իրանց։ Չեմ մտաբերում, նայել եմ այդ եթերը անկեղծ, բայց չեմ մտաբերում նման բան։ Իմ ասածը Ինչ էր ասում այդ թեմայի վրա։ Իմ տեղը եւ լիազորված եմ խոսալու մեր քաղաքական ուժի անունից։ Նարեկ Կարապետյանը թող խոսա եւ խոսում է իրանց քաղաքական Չէ, ուժից։ տեսեք, դուք որ ասում եք Նարեկ լուրջ Կարապետյանը ուժ ասացի։ չէ, ես իրան չեմ քննադատում, ախր ես ուզում եմ հասկանամ, Իսկ կարող է իրանք մտածում են որ տենց գեղեցիկ չուսուրջ խոսան, ասենք նաև Նիկոլ Փաշինյանի ընտրողների ձայները տանեն։ Կարոջ, դու գիտեք, ես չգիտեմ ինչ ստրատեգիա կա դրա տակ։ Այսինքն այն ինչ որ արվում է, հիմա փաստ ունենք, չէ՞։ Փաստն է նա, որ իրանք ընդդիմադիր առաջի տեղում են, ոչ թե դու կամ ես։ Լավ, ո՞նց եք վերաբերվում Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի ժամանակ, երբ որ Ռոբերտ Քոչարյանի կողմից մի բեբերի հանդեպ համակրանքը այնքան ասես ցայտուն էր երևում Ռուսաստան։ Միգուցե մենք հասկանանք, պարոն Մարուկյան, որ անընդհատ կախվել ինչ որ մեկից սպասումներ ունենալը դա վտանգ է։ Գիտեք, բայց բոլորս գիտենք ընդդիմադիր դաշտում եւ որ Ռոբերտ Քոչարյանը աշխատում է պրոռուսական ձայների վրա։ Հետեւաբար դուք ի՞նչն եք քննադատում։ Այսինքն, ոնց ասեք, ինչի Արամ Զավելի Սարգսյանը հայկականություն տեսնա։ Եղբայր այդ մարդը կա Հայաստանի բնակչություն, ճիշտ է։ Բնակչության մեջ սոցիոլոգիայով ինչ որ մի քանի 100,000 մարդ շատ լավ է վերաբերվում Ռուսաստանին, ուզում է ավելի խորացնի հարաբերությունները։ Ռոբերտ Քոչարյանն ուզում այդ ձայնը տանի, ինչ է ուզում Ռոբերտ Քոչարյանից։ Տենց է ուզում այդ ձայնը տանի։ Մյուսը նայում է, որ ինչ որ զանգված ընտրողների, չէ, քվեարկողների, մեր ժողովրդի ատում է Ռուսաստանը։ Ինքն էլ ամեն օր քֆուր անում Ռուսաստանին, ուզում է այդ ատող մարդկանց ձայները տանի։ Ես այդտեղ ուզում եմ հասկանամ, վերջին հաշվով մենք բալանսավորված ինչ որ մոտեցում պետք է ունենանք մեր հարևանության նկատմամբ մեր պետությունը զարգացնելու, ուժեղացնելու, առաջ տանելու համատեքստում։ Հիմա եթե Ռոբերտ Քոչարյանը ընկալվում է, որ ինքը պրոռուսական գործիչ է, տիտանի պրոռուսական ձայները, որ ասել մենք պետք է մտնենք ԵՄ, ոնց կընկալի։ Կասեր այս մարդը ինչա խափում է մեզ աղբեր։ Ինքը այն մյուս դաշտից է, ուզում է Զավենիչի ձայները տանի Քոչարյանը։ Այսինքն այս ամեն ինչը ունի էլեկտորալ, սոցիոլոգիական բացատրություններ։ Ես կզամանամ, որ ինքը հանկարծ փորձի իր դաշտից ուրիշ տեղ խաղա, էլի։ Օրինակ, դա իր դաշտը, ավելին ձեզ ասեմ փոքրացել է շատ։ Ինչու՞։ Որովհետև եթե 2021 թվականին նոյեմբերի 9-ը ստորագրվել էր 20 թվին, եւ Հայաստանում կար պրոռուսական, լուրջ պրոռուսական զգացմունքներ, ինչու որովհետև պատերազմ էր կանգնացվել, խաղապահներ էին մտել, մարդիկ Արցախ էին վերադարձել, Արցախում կյանքը սկսվել էր, էլի վերսկսվել էր, շինարարություն էր գնում Արցախում փախստականների համար, սահմանապահները կանգնած են, խաղապահները կանգնած են, Լաչինի միջանցքում ուղակի մեքենայից բեռնախցիկը բացում են, նայում են, ասում են езжай, хорошего дня, паспорта նայում են, գնում այդ դրական ֆոնի վրա Ռոբերտ Քոչարյանը տարել է այդքան ձայներ 22% տարել, չքանա տարել։ Այդ է, հիմա այդ զգացմունքները չկա ժողովրդի մոտ։ Ինչքան ուզում է ինքը դրական խոսա, արդեն 22% շատ քիչացել է, նվազել է։ Կարող է շեմը հաղթարելու խնդիր ունենա։ Չի ունենա, ընդ որում, այդ դաշտում նաև կա մեր ձևը։ Այդ դաշտում կա նաև մեր ձևը, այսինքն մեր ձևը։ Բայց մեր ձևը պետքան բացահայտ չի կորում Ռուսաստանը։ Որովհետև իրենք երևի հաշվարկում են, որ նաև կտանեն այն մեջտեղում գտնվող ձայները, ոչ ռուսական, այո։ Եվ այդտեղ խելացի են ավելի խաղում։ Իրենք նաև տանում են Ռոբերտ Քոչարյանի ձայները։ Շատ։ Դա Ռոբերտ Քոչարյանի այդ բանը ասուլիսում որ ինքն ասում է, չէ, ես անպայման ես ուղղակի զարմացած եմ, այսինքն ինքը ուզում է երկրորդ անգամ պարտվի ընտրություններում ու Նիկոլ Փաշինյանը կարող է մի օր արթնանանք քաղաքականության մեջ ես երբեք չեմ ասի երբեք, բայց մի օր արթնանանք տեսնենք ձեզ, որ դուք օրինակ կոալիցիա եք գնացել, դաշինքի եք գնացել դոկուսակցության հետ։ Եղբայր, տես մենք գիտենք, որ դոկուսակցությունը ըստեյության դոկուսակցություն որպես այդպեսին ինձ համար հասկանալի չի, կա Վարդան Ղուկասյան։ Վարդան Ղուկասյանը վաղը որ հայտարարի, որ ինքը այլևս դոկուսակցությանը չի աջակցում, X կուսակցությանը աջակցում, կլինի X կուսակցություն։
Այսինքն կա մեկ մարդու գործոն, կուսակցություն։ մեկ մարդու գործոն։ Եվ այս քանի օր նաև լուրեր կար, որ կուսակցությունը տարանել Վարդան Ղուկասյանի վրայից ինչ որ վեճեր կան, ճիշտ ասած չեմ կարող այդ քանը բացել հասկանալ ինչա կատարվում, բայց ինչ որ process-ներ են կատարվում։ Վարդան Ղուկասյանը բանտարկված է։ Շատ դժվար կլինի բանտարկված տեղից նա որևէ բան ընտրությունների հետ կապված անի, ինչու նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ արդեն ինքը ունի Երևանի ընտրությունների վատ փորձը։ Ինչ որ դու չես կարողանում վերահսկես process-ը, բանտում նստած ես։ Այն ժամանակ բանտում նստած չէր, որ իր Երևանի քաղաքապետարան անցկացրած խմբակցությունից մի մասը անցավ այն կողմ։ Հիմա այլ իրավիճակ, ավելի բարդ իրավիճակ, դա համար անիմաստ է նման բան։ Դուք ունեք հաշվարկներ, դուք անցողիկ շեմը անցնում եք, թե որ ձեր կուսակցությունը։ Մենք ունենք հաշվարկներ, որ այս պայն մեկնարկային ունենք մոտավորապես 2%-ի կարգի ձայն, եւ մենք քննարկում ենք, որ եթե որոշենք, որ այսինքն եթե տեսնենք, որ չի լինում այդ խոշորացման process-ը, որը հիմա արձանագրում ենք միասին, չէ՞ որ չի ստացվում, որքան էլ որ շատ կուզենայինք որ լիներ, մենք կարող ենք միայնակ մասնակցել, փորձել այդ 2%-ը դարձնել 4, 5, 6, ասենք Փորձել։ Այո, բայց մեծ ցանկացած մեկը փորձում դա նույն փոշիացման process-ը կլինի։ Փոշիացման չմասնակցել մի րոպե, փոշիացման ում ձայների։ Դուք մտածում եք, որ եթե մենք չմասնակցենք, այդ մեր 2%-ը գնալու են ում տան։ Դե հավասար բաժնվելու են դեռ իրար։ Ով ասում։ Չէ, հավասար բաժանումը ընտրություններից հետո։ Հա, ընտրությունից հետոյի մասին է խոսքը։ Ընտրությունների արդյունքի վրա դա հենց արդյունքի վրա այդ պահին շատ քիչ է ազդում, քան հետո։ Հետոյի մասին է խոսքը։ Հետոյի մասին։ Հետո ինչ, հետո նայեք, դուք ունեք երկուս, ասենք, հա, ասվածտա հաջողեք, կարողանաք անցնեք, բայց հավանականությունը 50-50 է կանցնեք թե չեք անցնեք։ Այո, եւ ձեր նման կուսակցություն բոլորի շատ են, որ ուզում են մասնակցեն։ Այդ շատ-շատերը կարող է քաղաքական միավորը ու Նիկոլ Փաշինյանին հնարավորություն տան վերարտադրելու։ Ուրեմն քաղաքական ուժերը չեն ստեղծվում ձայներ տանելու կամ ձայներ չտանելու համար։ Քաղաքական ուժերը ստեղծվում են իրենց գաղափարները, իրենց այլընտրանքը ներկայացնելու համար։ Այդ այլընտրանքն, այդ գաղափարը ունի գնորդ։ Այդ գնորդը ժողովուրդն է։ Ժողովուրդը որոշում է, օրինակ, քո գաղափարների ներկայացման արդյունքում գնում է ընտրական տեղամաս եւ կամ քո product-ը գնում է կամ չի գնում։ Հիմա դա նաև քեզանից է կախված։ Այդ product-ը ոնց ես ներկայացնում, ինչքան ռեսուրս ունես ներկայացնելու, ինչքան ունես բանալու։ Այս պահին բոլոր ուսումնասիրություններով ընտրական շեմը կարող է հաղթարել 3 ուժ։ Այսինքն դուք ուզում եք պնդեք, որ ենք 30 ուժը որ հայտարարել է, արդեն 30 ուժ հայտարարել որ մասնակցելու է։ Այդ բոլոր ուժերը ուրեմն չպետք է մասնակցեն։ Եղբայր, ես այդ չմասնակցելու համար լավ առաջարկ եմ արել։ Եթե որևէ մեկը ես դրան եմ հիմա եթե այդ ուժերը մտածում են, որ իրանք կարան ձայն տանեն, մենք էլ կարանք այդ մտածել։ Այդ թեմայով եթե կազմակերպի կլոր սեղան դուք կմասնակցեք պարոն Մարկյան։ Կմասնակցեմ նայած ովքեր լինեն։ Պետք է նայենք ինչ։ Այն ուժերը, որոնք որ այդ նույն կարգավիճակը գրեթե ունեն։ Ես խնդիր չեմ տեսնում, մենք չենք խուսափում որևէ հանդիպումից որևէ քայլ։ Ես ուզում եմ ասեմ, որ եթե էլի փոքր սահմանափակ ռեսուրսներով ուժեր կան, որոնք որ մտածում են, որ բայց չէ, մենք բան ենք, մենք անպայման պետք է մասնակցենք, բայց այ բանը էս լուսավոր Հայաստանն է մեզ խանգարում, դա հիմարություն կլինի։ Դա համար այսինքն ամենքը ունեն իրենց product-ը, իրենց ծրագիրը, իրենց մոտեցումը, ուզում են ներկայացնել եւ ընտրությունը 5 տարին մեկ օր լինում է։ Դրա հնարավորությունն է բացում։ Եվ այդտեղ մի հատ բան էլ կա, էլի, որ այսինքն յուրաքանչյուրը հույս ունի, որ ինքը կանցնի կոալիցիա կազմեն եւ Նիկոլ Փաշինյանին կհանեն, չէ՞։ Յուրաքանչյուրն մտածում է ինքը վարչապետն է։ Լավ վարչապետը դնում են մի կողմ։ Հույս ունեն որ չէ, հենց այդ եմ մտածում, որ իրանք ապագայի վարչապետն են ու իրականում իրանք կփրկեն այս երկիրը։ Մի հատ անպայման։ Այս քաղաքական դաշտից շատ փոքր հետ գնանք նորից։ Օրինակ Արամ Զավենի Սարգսյան Հանրապետություն կուսակցություն, ում է դուք լավ հարաբերությունների մեջ եղել եք, չգիտեմ հիմա ունեք։ Հիմա չունեմ։ Ինձ անֆրենդ արել նույն Նիկոլ Փաշինյանը դուք երեքով իրար հետ շատ սերտ հարաբերություններ ունեք, անգամ ընտանիքներով էիք շփվում իրար հետ։ Ինչ մեծ հիաստապություն։ Իրանք խապել են ձեզ, պարոն Մարուկյան։ Երկուսով խապել են ձեզ։
Բա իմի ժամանակ որ դուք արժեքների համար կռիվ եք տալի ելքի ժամանակ։ Մենք ինչ արել ենք դա կյանքի ա։ Արել եք, բայց իրանք հիմի այդ իրանց այդ ձեր արժեքների լրիվ դեմ են խաղում։ Նա եղբայր, մենք պայքարել ենք այն ռեժիմի դեմ, որը մերժվել է։ Ինչ ռեժիմ եք ուզեցել բերել։ Այդ է ուզում ասեմ։ Այդ ռեժիմը մերժվել է։ Երբ որ այդ ռեժիմը մերժվել է, մեր համատեղ ընդհանուր գործը այդտեղից ավարտվել է, որից հետո յուրաքանչյուրն իր հերթին իր տեսլականը փորձել է առաջ մղել։ Փաշինյանը իր պատկերացումները մենք մեր, պարոն Սարգսյանը իր եւ եղել է պարլամենտական ընտրություններ։ Այդ պարլամենտական ընտրություններին մենք առանձին, այլևս բաժանված մասնակցել ենք յուրաքանչյուրը ինչքան որ կարող էր ձայն վերցնել վերցրել է, որից հետո եղել է պատերազմի ժամանակ ես դա չեմ ասում, պարոն Մարկյան։ Չէ, դուք ինձ հարցնում եք ոնց։ Չէ, տեսեք։ Օրինակ դուք կարեք մի օր մտածեք, որ մեր սպարապետի եղբայրը, ով որ ես շատ իր հայտարարությունները լսել եմ, մինչև այս պատմությունները, որ մի օր կգա կասի Թուրքիայի հետ հարաբերությունները մեզ օգուտ է։ Մենք պետք է այս Թուրքիայի հետ հարաբերությունները մեզ օգուտ է եւ ինչ կոնտեքստում։ Այսինքն ինքը տեսեք մաննանշումը, ասում է օրինակ Ադամնաբուժը ինքը սախ տանում է փողին։ Ուրեմն մենք ամեն ինչ դնենք կողքի, մենակ փողը ելույթ կստանանք։ Չէ, հասկացանք։ Հիմա գոյություն ունի հետեւյալ բանը։ Եթե դու քո ազգային որևէ ինքնության կոնտեքստում քո ինքնասիրությունը չես ձևակերպում, եւ Հայաստանում անդադար դա չի ձևակերպվում եւ հիմի բանել հիմա ավել ջրվում գնում է։ Տակը ինչ է մնում։ Փող։ Հիմա օրինակ վարչապետը որոշ քննարկել է, հենց ասում է պետության նպատակը տնտեսական զարգացումն է։ Ինքը որոշ քննարկել իր մեջ մտածել է, հենց ասում է պետության, այսինքն կներես մեր պետությունը եվրոպական մոդելի ազգային պետություն է։ Այս պետության նպատակը, եթե լինի միայն տնտեսական զարգացումը, կարող աստեղ հայեր չապրեն։ Կա լինի մի հատ տես պետություն, տես որ խառնուրդ լինի։ Դից ապրեն տարբեր ազգեր, տես տնտեսապես Հայաստան, բայց դե ժամանակ անունը Հայաստանը չի լինելու, որովհետև փոխելու են անունը։ Իմի ոնց են օրինակ ասում Արադ լեռը, բանը, ճիշտ է, նայ նախկինում ոչ մեկ չի ասել Արադ լեռը մեր տարածքում է։ Ոչ մեկ չի ասել նման բան։ Բայց ասում են հա Արարատակ դու կարաս սիրես, դա քո պատմական, քո սիմվոլն է եւ այլն։ Փոշմանել եք։ Ինչի՞ համար։ Որ իրանց հետ համագործակցել եք։ Բայց իրանք են իմ հետ համագործակցել։ Չէ, մեկ երկրորդը։ Ես ասացի մենք ինչ նպատակ դրել ենք, հասել ենք, ոնց կամ փոշմանել։ Տեսեք այդ ոնց որ ասեմ փոշմանել եմ, որ Սերժ Սարգսյանի ռեժիմը մերժվել է։ Չէ, դուք ոնց կարամ փոշմանել։ Չէ, ինքը կմերժվեր առանց Նիկոլ Փաշինյանի, մի օր կմերժվեր։ Եղբայր, ինչ անշակ մի օր։ Ուրեմն Քրիստոֆոր Կոլոմբոսի հետ ինչ որ մարդիկ Հավեր ոչ մի բան չկա, Մի Քրիստոֆոր Կոլոմբոսի հետ ինչ որ մարդիկ բանավիճում են։ Որ ոնց եղավ որ դուք թարգ Ամերիկան, ոնց եղավ դուք գնացիք Ամերիկա։ Մենակ դուք կարայիք մերժեք։ Չէ, չեք թողնում որ կա, թողակ որ օրինակը բերեմ նոր կիրառենք։ Հարցնում են ոնց եղավ որ դուք թար Ամերիկան, ոնց եղավ, ասում եմ եղբայր լավ մի բան ասեմ։ Ձուն տալիս է, ասում է կարող եք սեղանի վրա ձուն կանգնեցնել։ Դե ոնց դնում են ձուն գլորվում է, այս կողմ, այն կողմ, այս կողմ, այն կողմ։ Դե ասում են չի լինում դու արա։ Վերցնում է ջարդում է ու դնում է ձուն կանգնում է։ Կոտրված արդեն, տակի մասը կոտրված է։ Նայում են ասում են մենք կարայինք անենք, ես մանիկ։ Հիմա եղբայր Այն ինչ որ տեղի ունեցել 18 թվականին, տեղի ունեցել։ Ոչ մեկ թող չասի։ Առանց արտաքին ուժերի խառնվելը է սա։ Ես դու լսեցիք ես ասացի առանց արտաքին ուժերի։ Ես ասեմ այն ինչ որ տեղի ունեցել։ Դա արել է Նիկոլ Փաշինյանը իր գլխավորությամբ։ Այն ինչ որ այլ ելքը մինչև այդ հեղափոխությունը։ Այդ ելքի շարժումը ձևավորել է այդ էփել է այդ ամեն ինչը։ Այդտեղ արդեն ես կամ Արամ Սարգսյանը կա ու հազարավոր մարդիկ։ Ու այդ ինչ որ արել է, ճիշտ է արել, լավ է արել։ Դա արել է փդած ռեժիմի դեմ, այդ ռեժիմը պետքա փոխվեր։ Բայց կորելացիա չկա, որ որ այդ փոխվելա դրա համար sense վատ է եղել, չէ, չկա կապ դրա հետ, եղբայր։ Չէ, փոխողն է, ով է եղել փոխողը։ Վերջում մարդը հեղափոխության պլանը գծե, որին ես եւ Արամ Սարգսյանը չենք մասնակցել, որովհետեւ ունեցել ենք տարաձայնություններ։ Այսօր Արամ Սարգսյանը իր հետ է, դուք ոչ։ Արամ Սարգսյանը վարսնես ինքը իր հետ չեմ։ Ոնց իր հետ չի։ Ես առանձին ուժ եմ։ Արամ Սարգսյանը իրիկունը հասկացա։ Նիկոլ Փաշինյանի նիստը վեճադում է։ Դե մի ասում ախպեր ես առանձին ուժ եմ, եկեք ինձ առանձին ընտրեք։ Իր հետ լիքը մտնի քպեի ցուցակ։ Իմ ասած նորի բանա, որ երբ որ ես ու Արամ Սարգսյանը չենք համաձայնվել իր հետ այդ բանը անել։ Մարդը գնացել արել ամենակով ու ինքն է արել։ Դայից հետո մարդիկ կանգնեն ասեն, բայց ես կարայի, բայց անեի ախպեր։
Անի, հետեւաբար մենք ասում ենք եղբայր արել ես, երբ որ արես տեղի ունեցավ։ Երբ որ բնակչության 82%-ը գնաց ընտրական տեղը, ձայն տվեց իրան։ Ասում ենք Պարոն Մարուկյան, մարդը արել է։ փոշմանել եք թե չէ։ Ես պատասխանեցի այդ հարցին։ Կոնկրետ ասեք, այո ոչ։ Ասեցի ոչ։ Ոչ, չեք Ոնց կարամ փոշմանեմ, բայց։ Հետ վերջնարդյունքը որ Փոշմանեմ սենց պետք է գնամ հանրապետական կուսակցության դիմումը ստամ, դառնամ Սերժ Սարգսյանի հետևոր։ Ոնց եք մտածում։ Ասում փոշմանել։ Այսինքն ոնց կարելի է փոշմանել վերջի 20 տարվա բանի այդ ռեժիմի դեմ պայքարի համար։ Այդ մեկը ինչ գաղափար առաջ վերեցիք։ Դե ինչ է փոշմանը։ Մարդիկ կան որ փոշմանել են։ Օրինակ տեսակ Արթուր Վանեսյանը հեղափոխության հացը պետն է եղել, չէ՞։ Դարժակմա ինքը աջակցել է հեղափոխության շարժմանը եւ գտնում է որ պետքա ճիշտ է եղել որ մեր Չէ, ինքը հեղափոխության մեջ չի եղել։ մի րոպե Հեղափոխությունից, մի րոպե, հեղափոխությունից հետո որպես իրան պաշտոնյա, որովհետեւ օրենքները դենց պահանջում, իրան տարի նշանակում։ Այսինքն ինքը զուտ օրենքով է նշանակվել։ Օրենքով բա ինչով։ Չէ, ուրիշ որևէ պայման չի։ Չէ, Ալեն Սիմոնյանն է, ոնց թե գնացածել ընկերս է, բան։ Հասկացանք, այսինքն այդ որ գնացածել հանգերես է հեղափոխության արժեքները կիսել է, չէ՞ դա լացը։ Բայց իր արժեքները լավն են, է։ Ես իր արժեքները չեմ քննարկում, ես ուրիշ բան եմ ասում։ Հեղափոխության արժեքները լավն էին, պարոն Մարուկյան։ Բայմա հետ գալով։ Կատարողները չկային։ Մի րոպե, հետ գալով ստեղ։ Ոնց կարա մարդը փոշմանի այդ արժեքների համար։ Ինքը ասում է, որ դուք հարցնում եք։ Դե տեսեք, ինքը ասում է, ես մեջից, տեսնում եմ, որ այս մարդը տանում է երկրից քանդելու, Լավ չկա մեր թեմայի մեջ։ Լավ անում, հետո հրաժարական ատել։ Ես ուրիշ բան եմ ասում։ Որ հրաժարական ատել, հետո գնում է Սերժ Սարգսյանի այդ դաշինքը, նշանակում է, որ ինքը ի սկզբանե հեղափոխության արժեքները չի կիսե։ Որտեղ դու հեղափոխության արժեքները կիսես, այդ ռեժիմի դեմ պայքարի համատեղ, չես կարող հետո գնաս Սերժ Սարգսյանի այդ դաշինք անես։ Իսկ մի ձեր պարները մարդկային բանել եմ քննարկում։ Վանեցյանի մի կողմն մի հատ հարց։ Ես ուզում եմ ասեմ, որ եթե ես իմ մեջ կարող ինքը փոշմանելա դրա համար արես չգիտեմ։ Եթե ես իմ մեջ փոշմանեմ, ուրեմն պետք է հետ գնամ ասեմ, ապեր բանը, սաղ դուք ինչ արել եք, ճիշտ եք արել, պարոն Սարգսյան։ Իրանից առաջ է պարոն Քոչարյան։ Հարց եմ տալիս դուք։ Այս բան չկա։ Պատկերացնենք մի հատ, որ ոչ մեկն էլ իրանք տեխնացությունները չեն անում, Սերժ Սարգսյանն էլ անում, Ռոբերտ Քոչարյանն էլ անում, դուք էլ անցնում եք։ Մենակ ձեր ձեների շնորհիվ իրանք կարան կառավարություն կազմեն։ Դուք կդաք ձեր ձայները, թե թողեք Նիկոլ Փաշինյանը։ Ես կառաջադրվեմ որպես վարչապետ, իրանք ասեն չէ, ախպեր, դուք այդ ամբիցիաներից եք։ Ամբիցիաներից չէ, իրանք չեն կարող։ Իրանք կընտրեն ինձ։ Բա որ չընտրեցին ձեզ, ասին չէ դու։ Եթե դու ինձ հարցնում ես իմ գործողությունները, ես ձեզ ասում եմ, ինչ աշակում բավոր։ Եթե բավոր ինձ չընտրեցին, եթե բավոր ինձ չընտրեն, չէ, ուրեմն իրանք Նիկոլի կողմից են։ Ահա, դա նշանակում է նույն դոկ կուսակցությանը ոնց եղավ Երևանի քաղաքապետարան։ Ոչ, դες բան չի եղել դոկ կուսակցություն։ Բա ինչ ա եղել։ Դե Հանրային դոկ կուսակցությունն են քննարկում։ Հանրային ձայնի չէ, ես երևույթն եմ ասում։ Տենց չի եղել, դու ոնց ա եղել։ Տենց չի եղել, էլի։ Դե հարց եմ տալիս ոնց։ Վարդան Ղուկասյանը, եթե իր առաջարկած դաշինքը ձևավորվեր, մարդը ինչ էր ուզում։ Պաշտոններ ուզում։ Մարդը ուզում էր վերահսկիչի ղեկավար։ Հա, չտվեցին։ Դե թող տայի։ Հիմա չտվեցին դրա համար էլի պիտի լինի։ Մի րոպե, որ չտվեցին, վերջը ինչի հանգեցին։ Հայկ Մանուկյանը իր մանդատը դրեց դուրս եկավ, չէ մանդատից զրկեցին բացակայությունների պատճառով, չէ։ Ու ինքը չկա ավականիեմ։ Երևան քաղաքի խնդիրները չի լուծարվեր։ Պարոն Մարուկյան, թող լուծարվեր այդ չլներ։ Չէ, ես քեզ ասում եմ, ինքը գնում է, ասում է ինձ պաշտոնը չտվեցիք, ուրեմն թող լինի ԿՊ-ն։ Եղբայր, հիմա Վարդան Ղուկասյանը չի ասում, որ ես ասել եմ թող լինի ԿՊ-ն։ Դու գործողությունն է իր հետ այդ հարցով բանավիճի ինձ քեզ այդ թեմայի մեջ։ Չէ, ես երևույթի մասն եմ խոսում, ես Վարդան Ղուկասյանը սխալ ես գնահատում, մարդը 1000 անգամ ասել է, մարդը 1000 անգամ ասել է, որ ես ուզեցել եմ ձևավորեմ կոալիցիա ընդդեմ Ավինյանի։ Պաշտոնավզը չտվե։ Մի րոպե։ Բա կներես որ կոալիցիա են ձևավորում։ Ոնց են ձևավորում։ Դուք արժեքների հետևից եք գնում թե պաշտոնի։ Ես այդ եմ ուզում։ Ինչու դուք հայտարարություն արեք, որ ես չեմ մտնի ցույց։ Արժեքները կապված են մարդկանց հետ։ Արժեքները կապված են մարդկանց հետ, մարդիկ կրում են արժեքներ։ Չես կարող դու արժեքները մարդկանցից տարանջատել։ Այդ արժեքները կրող մարդիկ գնում են հաշտում են տեղ եւ պետք է այդ արժեքները առաջ մղեն։ Հիմա եթե իրանք բոլոր ընդդիմադիրները, մենակ որ Երևանում անցել էր, մենք չենք անցել հիմա։ Բոլորով ուզում էին որ Ավինյանը չլինի, իրանք դրա լուծում ունեն։ Ավինյանը այսօր փոքրամասնության ղեկավարն է։ Ինքը փոքրամասնությամբ ձևավորել է Երևան քաղաքի բան կառավարություն։ Դա աբսուրդ է, չկա աշխարհում այդպես բան։ Կամ կա գիտես ոնց եվրոպական երկրներում կան նման բան։ Բայց ես ոնց ա եղել։ Գործակցությամբ ոչ թե պատերազմով քրեական գործերով մարդկանց բան շպրտելով։
Ստեղ եղել է լրիվ ուրիշ ձևի։ Պարոն Մարուկյան, ինչի դուք հայտարարություն արեցիք, որ դուք պատրաստ եք անգամ ոչ մի ձևի ձեր անձը մասնակցություն չունենան։ Բացատրեցի։ Ինչ բն Նիկոլ Փաշինյան չլի։ Ինչի դուք կարաք էլի անեք, ուրիշը չի անում։ Որովհետև ես դրանով նաև ցույց եմ տալիս։ Ինչ եք ցույց տալիս։ Ցույց եմ տալիս, որ իմ նկարտումներն ավելի անկեղծ են, քան բոլոր նրանց, Եղավ որ այն մարդկանց ովքեր պատրվակներ են բերում, բայց Էդմոն Մարուկյանն է, մնացածներն են։ Ես հիմա չեմ ուզում որևէ մեկի հետ մտնեմ այդ բանի մեջ։ Օրինակ ինչի է ես դա ասում, դա ասեմ։ Մի պահ սկսվեց շահարկվել, որ արա ես ինչ ա մտածել։ Արա սա մի բան մտածել է, սա հաստատ ուզում եմ մի հատ ես։ Սա ինչ ասեմ ախպեր եմ, յոպե։ Ես, երբ որ ես ասում եմ պետք է Ռոբերտ Քոչյանը չլինի, իրանք ասում են դե նա այդ դե դու եմ իլ։ Ասեմ ընդհանուր լավ գործի համար պատեսը չեմ լինի։ Դες ինչ եք։ Հասկանում ես ինչ քայլ եմ անում։ Ճիշտ ասած իմ համար անսպասելի չէր այդ։ Իմ թիմից թող լինի Դավիթ Խաչակյանը։ Ես պատրաստ եմ, դուք պատրաստ եք։ Մեկ է այդտեղ կարտերը բացվում է, որ չէ ախպեր, ես մարդկանց օրակարգ ուրիշ է։ Ես մարդկանց օրակարգը ինչի որ հրապարակային ասում են։ Ուրիշ օրակարգ է։ Այս էլ հետ եմ գալ են մտքին, որ ոչ թե ուզում են Շանսյանը հալեն, ուզում են իրանք գան։ Դե կներես, դա չի լինում, ու չի եղնում։ Այսինքն ձեր ասածը նենց է գալիս, որ մենք շատ քիչ շանսեր ունենք այս նման ձևով առաջ գնալու դեպքում հաղթենք Նիկոլ Փաշինյանին։ Այ պետք չի հուսալքություն քարոզել մարդկանց, որովհետև եթե մենք դա քարոզենք, մենք հետո կունենանք ընտրական տեղամասերում շատ քիչ ընտրող։ Այն մոդելը, որ մենք առաջարկում ենք, դա այլևս կարող ենք արձանագրել, որ չի ստացվում։ Կարող հրաշք լինի 10 օրից sense հավաքվենք։ Պլան B ունեք։ Կան ասեն, պարոն Մարուկյան, ոնց որ եկանք այդ Չեմ հավատում։ ես չէ, բայց արի բարի լինենք այսօր։ Մարդ ես։ Այսինքն մինչև կներես, մինչև որ ընտրական հանձնաժողովներ մուտք չեն արվել քաղաքական ուժերի թղթերը, հա, շանս կա, հիպոթետիկ է ինքը, բայց կա։ Հիմա պլան B-ն հետևյալն է։ Իրանք ասում են, դե մենք ամենքս մեր ձևով կգնանք, ձայներ կտանենք, մենք կդիտարկենք ուրիշ հնարավորություններ, հոշորացման։ Հիմա կարող է չի ստացվում օրինակ իրանք մեկը իրանց էշը քշում են, չէ, կոպիտ ասած։ Փորձենք այլ ուժերի համախմբենք, էլի խոշորանալ։ Տարբեր պլաններ կան։ Հայրենիք կուսակցության հետ հնարավոր է երկխոսություն ունենաք։ Մենք որևէ հարաբերություն չունենք, չեմ կարծում թե բան է, էլի։ Հանուն գաղափարի չեք ունենա։ Մեր դաշտերը հեռու են իրարից։ Մենք ինչն է ձերը որ մենք խաչող ընտրողներ Օրինակ իրանք իրենց ընտրական տարածքը ուրիշ տարածք է, մեր ընտրական տարածքը ուրիշ տարածք է։ Ես ընտրություններին գիտությամբ եմ մոտենում, էլի, դա գիտություն է։ Այսինքն իրենք ուրիշ դաշտում են, քան որ մենք ենք։ Ես բան չունեմ, այսինքն խաչիկը, որ հիմա բանտարկված է, շատ ծանր եմ տանում, որովհետև լավ ճանաչում եմ, շատ ջերմ հարաբերություններ ունենք, Վանաձորցի տղա է, չէ ուզենա բացարձակապես նման բան լիներ իր հետ, հուսով եմ շուտով նայել ազատություն կտեսնի եւ բոլոր բանտարկյալները։ Վանեցյանի հետ շատ ջերմ հարաբերություններ ենք ունեցել, երբ որ մենք պարլամենտում էինք, ինքը ԱՑՊ էր, այդ շրջանում ուզում ասեմ, տենց անձնական իմաստով որևէ բան չկա, բայց քաղաքական իմաստով լրիվ այլ դաշտ է։ Կարող է առաջի քայլս հետեւյալն լինի, որ ասենք օրինակ կոչով հանդես գան ընդդիմադիրները, որ գոնե մինիմում իրար չեն կրնելու։ Չի լինի, բացատրեմ թե ինչու։ Ես երբ որ ասում եմ պետքա ուժերը ձևավորեն հնարավորինս մեծ բևեր, դա նաև լուծում էր այդ իրար չկպչելու խնդիրը։ Եղբայր նայ ուժերը գնացին, փաստաթղթերը ներկայացրեցին, գրանցվեցին եւ ընտրություններին մասնակցում են, չէ՞։ Հիմա ես էլ եմ վարչապետի տեխնացու, դու ես վարչապետի տեխնացու։ Բանավեճներ են լինելու, եղբայր պետքա բանավիճ են, ոնց իրար չկպչենք։ Չկպչել չեմ ասում իրար հայհոյել։ Դուք ու ծրագիրն ես ասելու։ Մի հատ ծրագիր, ինչ որ հիպոթետիկ։ Ես հիրախավորել գոնե։ Ես պետքա հիմնավորեմ, որ քո ասածը չի լինի։ Ու պետքա հիմնավորեմ, որ իմն է ամբելի լավը։ Հասկանում ես, որովհետև դուք դուրս եք եկել ընտրողի ձայների հետևից։ Դու չես կարող տենց այդ որ բանը, մենք սաղ է լավ ենք բոլորը մեր աղբերներն են, խնդիր չկա, գնանք դուք ու ձեները տալիս, իմ չկա նման բան։ Ընտրությունները դա մրցավազք է, դա պայքար է, դա պատերազմ է, այդ պատերազմում բոլորը պատերազում են։ Բայց երբ որ ասում եմ ընդդիմադիր ուժերին, որ ասում եմ պետքա հնարավորինս գտնել մոդել,
Դա դրա մասին է։ Վերջի հարցն եմ տալիս, ժամանակը շատ սուղ է, վերջի հարցս քաղաքականությունից չգիտեմ, այդքան հերո է թե հերո չի։ Պետրոս Ղազարյանը ինչի անքի հետևից է։ Ինչի է քեզի բլոգերի, ասենք իմ գործը խի է քեզի տալիս, պարոն Մարուկյան։ Ես օրինակ քաղաքական գործիչ չեմ։ Ուրեմն աշխարհում բոլոր քաղաքական Պետրոս Ղազարյանը հետ է մնացել process-նից, ինքը հենց գիտի, մենակ հարային բանն է, էլի տելևիզորի դարում է մնացել լամպերի, որ տելևիզորի հետևը լամպեր կար, չէ՞, հեռուստացույցներ լամպերով։ Այդ դարում է մնացել։ Ինքը մտածում է, որ եթե ինքը ինձ չի հravirում եթեր, ես եթերազուրկ եմ։ Հա, այո, ես հանրային եթերից զրկված եմ, որովհետև Պետրոս Ղազարյանը չի որոշել, որ ես զրկված եմ։ Ինքը կուզենար ինքը որոշել, բայց ինքը չի որոշել։ Իրանից ավելի բարձր մակարդակում են դա որոշում, բայց ուրիշ բան եմ ուզում ասեմ։ Ինքը մտածում է, որ երբ որ մենք հանրային հեռուստաընկերություն չենք գնում, ուրեմն մեր խոսքը ժողովրդին չեն կարողանում հասցնել։ Մենք մեր խոսքը բազմաթիվ մեթոդներով հասցնում ենք, օրինակ TikTok-ով, Instagram-ով, YouTube-ով, Facebook-ով, ավելի շատ։ Ու ինքը այդտեղ չգիտի ինչ ասի, ասում է, բլոգեր եք դուք։ Եղբայր Ռուսաստանի թիվ 1 քաղաքական գործիչը, որը մահացավ բանտը, մինչև իր բանտարկվել է, ինչով էր զբաղվում, բլոգեր էր։ Նախագահ Թրամփը ընտրությունները հաղթել է 2 հատ ոդկասթի շնորհիվ, 2 ոդկասթի հյուր գնալու շնորհիվ ձայներ է փոխվել երիտասարդությունից։ Չհասկանալ նոր աշխարհի տրենդները։ Հենց հիմա Նայջել Ֆարաժը, որը Մեծ Բրիտանիայում ընդդիմադիր քաղաքական գործիչ է, Reform UK, վերափոխենք Բրիտանիան, լավ sense ձևակերպեմ, գիշեր-ցերեկ բլոգերություն է անում։ Այն ուր եթերում էր։ Հաջորդ վարչապետն է Բրիտանիայի։ Գիտե Պետրոսին ինչ ասենք հիմա, Պետրոսը դիմի բան, չգիտի, այդ երիտասարդները նրան նեղը գցեցին, երբ որ ասում են ինչի՞ չես այդ Մարուկյանի հրավիրում, ասում դե ինքը քաղաքական, հա ինքն է որոշում էլի ով քաղաքական գործիչ, ով չի քաղաքական գործիչ։ Ամեն դեպքում շատ շնորհակալ եմ, որ մեզ հյուրընկալվեցիք։ Հարգելի հետևորդներ, իսկ դուք եթե ձեր դուրն եկավ մեր այսօրվա հաղորդաշարը, խնդրում եմ լայքը ստեղմում եք անպայման, բաժանորդագրվում եք ու սպասում ենք մեր հաջորդ ուրին։ Լավ մնացեք, շնորհակալ եմ։